բոլորը զանգել էին, մնացել էր Ռոզա կապ։ Բա։ Փաստորեն գործարանը գտել ես, հա, Պոնչ։ Այո, իհարկե գտել եմ գործարան, ասեմ ով է։ Ասա։ Տենց էլ գիտեի, բա ետ կասես։ Լսի, որոշել եմ ամսի 17-ին բոլորիդ հավաքեմ մի հատ լավ տեղ ու ասեմ ով է արտադրել այդ հրաշք պաղպաղակը ու իմ ձեռքերով ձեզ հյուրասիրը։ Առաջինով ես տալու։ Առաջինը քեզ եմ տալու Ռոզա ջան, ոնց որ բոլորին մի բան վերջին սպանելու են։ Չես պատկերացնի ինչ էմոցիաներ եմ ունեցել այդ պաղպաղակն ուտելուց, այդ ինչ համով էր։ Այ հա, այդ անխոս, այդ խրթոցը բանը ասեն շատ համով էր, դրա համար ես ձեզ կնվիրեմ եւս մեկ օր ու դուք բոլորը կվայելեք այդ պաղպաղակը, հետո երևի արդեն համայն հայությունը կվայելի։ Այդ օրը լինելու ամենասպասված այսօր նկարահանման եմ եկել եմ, դե առավոտ փորձեցի եկել եմ սենց պատմում եմ տպավորված բան, բոլորն ասում են մենք էլ ենք ուզում, ասում սպասեք զանգում եմ Պոնչին։ Եղավ Ռոզա ջան, ես կասեմ որտեղ ենք հանդիպում, բոլորդ կգաք ու կիմանաք ով է արտադրում այդ հրաշքը։ Ես սպասելու եմ։ Եղավ, դե չզանգեք ինձ։ Վերջացավ։ Դու կզանգես, մենք չենք զանգել։ Всё, եղավ, արդեն սպասեք ինձանից հետաքրքիր զանգելի։ Всё, սպասում ենք։ Եղավ Ռոզա ջան, դե պակա լավ։ Պակա, լավ օր։